пятницу в Ереване прошла персональная выставка художника-акварелиста Пето Погосяна под названием «Карутов» или в дословном переводе «С тоской». Эта выставка, как говорит сам Пето, о нас самих, о картины, о тех местах, которые мы очень любили, и о тех местах, которые у нас больше нет возможности видеть. Քաղաքային միջավայրը շատ անկանոն է դարել, չգիտեմ, լավ ու վատի խնդիրը չի ուղղակի ժամանակ արագ է շարժվում, ամեն մարդ իր շահին է նայում ու այդ դեպքում կորում է շատ կարևոր, շատ նուրբ մի բան, որը որ մենք պետք է արժևորենք ու պահենք, որ այդ հիշողությունը ու այդ ջերմությունը փոխանցվի հաջորդ սերնդի։ Այդ ամեն ինչը ես փորձում եմ պահել առնվազն նկարների մեջ։ Одна из таких работ – картина «Дорога жизни», которая представляет собой дорогу в Арцах. Она была заблокирована почти 10 месяцев. Конечно, была большая надежда, что дорога откроется, но в итоге люди были вынуждены оставить землю предков и переселиться. Однако подобных работ на выставке было представлено немного. Ոչ թե ինքը խղճահարության համար է, այլ ինքը վերականգնվելու համար է, որ ինչ-որ բան հիշում ես, քեզ հավաքում ես ու նորից շարունակում ես առաջ։ Սև նպատակը Վահե Մելիքսեթյան հիմնադրամի հետ մեր միջոցառման ջերմ լավ կտոր փոխանցելն է մարդկանց այս շատ լարված առօրյայում։ Եթե ինչ-որ մի տեղ Հայաստանում, ինչ-որ մի քաղաքում մարդ լավ է զգացել, հաստատ այստեղից մի փոքր կտոր իր հետ կտանի միանշանակ։ Говоря же об образовательно-медицинском фонде Вахе Меликсетяна, названного в честь погибшего в 44-дневной войне доктора Вахе Меликсетяна, его основатель Саркис Меликсетян, брат погибшего, рассказывает, что это уже второй совместный с Пето проект. Առաջինը 2021 թվականին էր, երբ Պետոն իր աշխատանքներից մեկը նվիրաբերեց մեր հիմնադրամին, որը շատ արագ գտավ իր գնորդին իդեպ։ Այս տարի եւս Պետոյին դիմեցի համատեղ ցուցահանդես վաճառք ունենալու գաղափարով ժառանգործական։ Պետոն շատ արագ ընդունեց առաջարկը, ինչի համար շատ շնորհակալ եմ Պետոյից։ Ես պիտի ասեմ, որ ինքս էլ Պետոյի արվեստի մոլի երկրպագուն եմ ու Երևանը ես շատ սիրում եմ նաև Պետոյի աշխատանքների միջոցով եւ շնորհիվ։ А кто-то, как Цавинар Бархударян, вынужденная переселенка из Арцаха, видит в работах Пето то самое воспоминание, которое дает силы идти дальше. Ես իրան չէի ճանաչում անձամբ, տեղահանումից հետո ես արդեն այստեղ էի աշխատում, պատահական Facebook-ում տեսա սիրելի քաղաքի շատ հարազատ մի պատկեր։ Դա իմ տուն տանող ճանապարհն էր, Արցախ թաղամաս տանող ճանապարհն էր Ստեփանակերտում, ձմեռային Ստեփանակերտում, այսպես կապի դուրս եկա հետը ու փորձում էի ճշտել, թե ինչ արժե այդ նկարը, որովհետև ինձ համար շատ կարևոր էր գոնե նկարի միջոցով ունենալ այդ տուն տանող ճանապարհը։ Պետոն ասաց, որ սիրով կնվիրի ինձ։ В его работах есть жизнь, говорит посетительница Арак Ставтян, и тем самым он завоевывает сердца. Կարևոր դեր է ունեցել իմ կյանքում ակվարելի աշխարհում լիքը չբացահայտված բաներ ինձ համար բացահայտեց իր հետ հանդիպումը, ծանոթությունը, ձյունն է լավ նկարում։ Երևանի փողոցներում եղած ձյունը, որը ոչ թե սառն է, այլ ջերմություն է փոխանցում։